Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը ամփոփել է 2025 թվականը, ներկայացնելով նախարարության իրականացրած ծրագրերն ու 2026-ի առաջնահերթությունները։ Նրա խոսքով անցած տարի ոլորտում իրականացվել է շուրջ 61 միլիարդ դրամի ծրագրեր, ինչը ըստ նախարարի աննախադեպ ծավալ է ճանապարհաշինության, մանկապարտեզների, ջրամատակարարման եւ համայնքային ենթակառուցվածքների բարելավման ոլորտում։ 2025 թվականի պետական բյուջեն կազմել է 293 միլիարդ դրամ, իսկ կատարողականը շուրջ 92.3%։ Կուզեմ անդրադառնալ նախարարության համակարգման հիմնական ուղղություններով իրականացված աշխատանքներին։ Խոսքը առաջին հերթին պետական համաֆինանսավորման ծրագրի մասին է, սուբվենցիոն աշխատանքների, որը ինչպես գիտեք, մեր հիմնական գործիքն է Հայաստանի Հանրապետության համայնքներում տարբեր տեսակի ենթակառուցվածքների զարգացման ուղղված աշխատանքներ իրականացնելու մասով 2025 թվականին ընդհանուր առմամբ իրականացվել է 61 միլիարդ դրամի աշխատանք, ինչը աննախադեպ ծավալ է, պետական բյուջեից համաֆինանսավորվել է 33.2 միլիարդ, ինչը ևս աննախադեպ ծավալ է։ Նախարարն անդրադարձել է նաև հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությանը, ընդգծելով, որ Գյումրիի ուղղությամբ աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Միաժամանակ Խուդատյանը նշել է, որ որոշ ճանապարհների մասով քաղաքացիների դժգոհությունները հնարավոր են, սակայն հիշեցրել է, 2018-ից մինչ օրս Հայաստանում կառուցվել եւ վերակառուցվել է շուրջ 5000 կիլոմետր ճանապարհ։ Քաղաքացիների դժգոհությունը կարծում եմ կապված է չկառուցված ճանապարհների մասով, որտեղ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցը շատ ավելի երկար է, քան իմ նշած 5000 կիլոմետրը, բայց ուրախությամբ կուզեմ արձանագրել, որ մենք եւ պետական համաֆինանսավորման ծրագրով եւ պետբյուջեի միջոցներով ենք աշխատանքներ իրականացնում ճանապարհներին եւ հույս ունեմ եւ վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիների համար այդ փոփոխությունները ակնհայտ են, ակնառու են, հաճելի են եւ իրենք մի բան արդեն սովորել են այդ փոփոխություններին, ինչը դրական է։ Խուդատյանը շեշտում է, առանձնահատուկ կարևորություն է տրվել նաև Հայաստանի էլեկտրահամակարգի սինխրոնացման գործընթացին հարևան բոլոր 4 երկրների հետ։ Երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ նախարարի խոսքով շարունակվում է երկխոսությունը։ Քննարկումներն ընթանում են նաև Ռուսաստանի հետ համագործակցությամբ Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան ուղղություններով հնարավոր ծրագրերի շուրջ։ Դեռևս երկար ժամանակ կա, ավելի երկար, քան դուք ասացիք, պայմանագրի ժամկետը ավելի երկար է, բայց այնուամենայնիվ մենք քննարկում չենք ունեցել եւ հետեւաբար նաեւ որոշում չունենք։ Ֆինանսական ուրեմն խնդիրները մեզ չեն մտահոգում, որտեղ եթե մենք գործընկերների հետ պայմանավորվեցին, որ այդ ծրագիրը իրագործելի է, վստահաբար իրենք իրագործեն եւ այդ ռիսկերը հաշվի ենք առնում նաեւ մենք։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ստեղծած վարչաբենդի կազմակերպած համերգին որևէ երաժշտական գործիք չնվագելու հանգամանքին, Խուդատյանը պնդեց, որ ինքն անտաղանդ է այդ հարցում։ Ցավոք սրտի երաժշտական գործիքներին տիրապետելու մասով ես անտաղանդ եմ, սա որպես բացասական կողմ եմ նշում, եւ հետեւաբար ես ավելի կփչացնեմ վարչաբենդը եւ չեմ ուզում այդպիսի ցանկություն չունեմ։ Մասնակցել եմ միջոցառմանը իրականում, հաճելի միջավայրում, հաճելի ժամանակ ենք անցկացրել։ Խուդատյանը խոստացավ, որ եղանակային պայմանների բարելավելուն պես լրագրողներին կհրավիրեն Բեդիի ջրամբարի ավարտված շինարարական աշխատանքներին ծանոթանալու։ Արփինե Նավասարդյան, Օրագիր Նյուզ։